Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության սահմանադրական կարգի պահպանության տեսակետից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայողի օրվա առիթով շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ծառայության համար ԻՇԱ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ Այս ընթացքում ազգային անվտանգության ծառայության 6 փաստացի տնօրեն է փոխվել, եւ ես ուզում եմ այս ընթացքում իմ զգացողությունը կիսեմ ձեզ հետ, որ ծառայության նկատմամբ որպես ծառայություն, որպես պետական ինստիտուտ, ես ինչքան մտածում եմ, ես չունեմ ոչ մի վերապահում։ Պատկերացնեք 2018 թվականից ինչեր են տեղի ունեցել, եւ ես որպես պետության առաջնորդ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային անվտանգության ծառայության նկատմամբ որպես ծառայություն չունեմ ոչ մի վերապահում։ Այսինքն չի եղել մի իրավիճակ, որտեղ ես մտածեմ, որ ծառայությունը որպես պետական մարմին պետքա գործեր այսպես, բայց չի գործել այդպես, այլ գործել է բոլորովին այլ կերպ, բայց ես չեմ ասում որպես անձ, որպես Նիկոլ Փաշինյան։ Ես ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Երկրի ղեկավարի խոսքով կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը եւ բոլոր նպատակների գործողությունների կենտրոնում եւ առանցքում դրվել է պետությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Շատ կարեւոր է, որ պետությունը անկախ քաղաքական իշխանության բնույթից եւ էությունից ունենա ամուր հենարան, ունենա թիկունք։ Եվ սա չափազանց կարեւոր է մեր պետության հարատևությունը եւ զարգացումը ապահովելու համար։ Խոսելով 2018 թվականից հետո արձանագրված տնտեսական արդյունքների մասին Փաշինյանը բարձր է գնահատել ԱԱԾ-ի աշխատանքը տնտեսական գործունեության անվտանգությունն ապահովելու առումով։ Ես ասում եմ, որ ծառայության նկատմամբ որպես այդպիսին ոչ մի վերապահում չունեմ եւ չունեմ, բայց դա չի նշանակում, որ ծառայության գործունեությունը եղել է անթերի։ Ոչ մեկից գործունեությունը չի եղել անթերի։ Սկսած վարչապետից, կառավարության անդամներից, բնականաբար։ Եվ ես կարծում եմ նաև, որ մենք մեզնից անթերիություն պահանջելիս սխալ ենք գործում, որովհետև լրացուցիչ լավումներ ենք ստեղծում, որովհետև խնդիր ենք դնում, որ հնարավոր չի լուծել։ Ընդհակառակը մենք պետք է փոքր տարածքներ ունենանք, որպեսզի ավելի ազատ կարողանան գործել, ստեղծագործաբար կարողանան գործել, բայց մյուս կողմից իհարկե պետք է ամեն փուլում կարողանանք վերլուծել, թե ինչն էր, որ այնուամենայնիվ մենք այլ կերպ պետք է անեինք։ Վարչապետը շեշտել է, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը որպես կանխարգելող գործիք։ Այս համատեքստում երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում մահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը։ Այսօր մենք տարբեր խմբերի ուղեկցում ենք եւ ցույց ենք տալիս մեր ձեռք բերած սպառազինությունները, ռազմական տեխնիկան եւ այլն, եւ այնտեղ մենք ասում ենք, մենք այս ամբողջ սպառազինություն եւ տեխնիկան ձեռք ենք բերում դա չկիրառելու հույսով եւ դա չկիրառելու նպատակով։ Այսինքն շատ կարեւոր բան է, որովհետեւ ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, հատուկ նշանակության զորքերը պետք է իրանք շատ մեծ կարողություններ ունենան, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը պետք է լինի։ Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը կանխատեսելը, կանխարգելելը եւ այդպես շարունակ։ Եվ ես կարծում եմ, որ մենք բավականին հաջող այս տրամաբանությամբ գործել ենք։ Այս ընթացքում մասնավորապես սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով մենք անկառավարելի եւ անկանխատեսելի իրավիճակներ չենք ունեցել, բարձր որակով եւ մակարդակով կառավարել ենք այդ իրավիճակները, այստեղ ազգային անվտանգության ծառայության դերը առանցքային է եւ ես ուզում եմ դրա համար էլ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել։ Ամփոփելով խոսքը երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում։ Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում եւ հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր։ Իհարկե իրավիճակները տարբեր են եղել, բարդ են եղել, երբեմն նույնիսկ անհաղթահարելի են թվացել, բայց այն, որ մենք բոլոր այդ խնդիրները հաղթահարել ենք,
Դրանում ամենևին էլ երկրորդական չէ եւ չէր կարող երկրորդական լինել ազգային անվտանգության ծառայության դերը։ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով երկրի ղեկավարը ԱԱԾ աշխատակիցներին պարգևատրել է հուշամեդալներով եւ պատվոգրերով։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։